خوشبختانه با روابط بسیار Պետք է նշեմ, որ բարեբախտաբար երկու երկրների, այսինքն Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուրեմն հարաբերությունների մակարդակը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում այդ հարաբերությունները, իսկ ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, պետք է նշեմ հաշվի առնելով Հայաստանը որպես անդամ երկիր ԵԱՏՄ-ի, դա շատ լավ հնարավորություն է բոլոր երկրների համար եւ Իրանի Իսլամական Հանրապետության ուրեմն գործարարները եւ ներդրողները ակտիվ այցեր են կազմակերպում դեպի Հայաստանի Հանրապետություն, պետք է նպաստենք, որպեսզի Հայաստանից էլ նաև ներդրողներ եւ գործարարներ այցելեն Իրանի Իսլամական Հանրապետություն, որպեսզի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններ ավելի զարգացնենք։ Հայաստանը ինչ կարող է անել Իրանի եւ Ասիական տնտեսական միությանը անդամակցելու համար, լինի միջնորդը, այլ Պետք է նշեմ, որ հաշվի առնելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մոտ հարևան երկիրն է հանդիսանում Հայաստանի Հանրապետության, ուստի պետք է աշխատի Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի դերակատարությունը ավելի բարձրացնի Իրանի Իսլամական Հանրապետությանը, ուրեմն ԵԱՏՄ երկրների շուկաներում եւ փորձի աշխատի այն խոչընդոտները, որոնք կան այդ ուղղությամբ, ուրեմն վերացնել, որպես անդամ երկիր, որպեսզի Իրանի դերակատարությունը այդ շուկայում ավելի ընդգծված լինի։ ما در زمینه‌های مختلف Պետք է նշեմ, որ տարբեր ոլորտներում հնարավոր է համագործակցել։ Դուք գիտեք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ունի 80 միլիոն բնակչություն եւ բավականին մեծ երկիր է եւ ունի բազմաթիվ հնարավորություններ համագործակցելու առումով ունի մեծ պոտենցիալ։ Ուստի եթե այս հնարավորությունը Իրանի Իսլամական Հանրապետության օգտագործվի, ես կարծում եմ, որ մեծ ուրեմն ակտիվություն կմտցվի տնտեսական ոլորտում եւ դա շատ բարենպաստ պայմաններ կլինի եւ հնարավորություններ կստեղծվի Հայաստանի համար, հաշվի առնելով Իրանի խոշոր եւ զարգացած տնտեսությունը։ جمهوری اسلامی ایران همیشه Հայաստանի Հանրապետությունը լուրջ ուշադրության կենտրոնում է եղել Իրանի Իսլամական Հանրապետության կողմից եւ վերջերս խնդիր էր առաջացել գազի ծավալների հետ կապված Իրանի Իսլամական Հանրապետությունը իր նպաստը բերեց այդ հարցում եւ փորձեց Հայաստան մատակարարող գազի ծավալը բարձրացնել